Շնորհակալություն հայտնենք, որ պարոն Ծառուկյանի տեսակը որպես հայ տղամարդու տեսակ գոյություն ունի։ Շնորհակալ ենք։ Ուրեմն ես ուղղակի մի երկու նախադասություն ասեմ, ուրեմն Ծառուկյան ջան, հունիսի 7-ը, ուրեմն հայ մարդու ինքնարժևորման եւ արժանապատվության վերականգնման համար շատ կարեւորագույն ամսաթիվ է։ Ուրեմն ինչքանը որ շփվում ենք ժողովրդի հետ, գոնե ես մի բան միանշանակ հասկացել եմ, որ այսօր հայ մարդու մոտ հոգեբանական շատ ծանր վիճակ է։ Այսօր 8 տարի այս ազգը ինֆորմացիոն տերորիայի ենթարկվել, մաքսիմում ձևով արժանապատվությունը զրոյացվել է։ Հայ տղամարդու տեսակը որպես այդպեսին ուզում եմ ոչնչացնել։ Այսօր ես մի քիչ ագրեսիվ հռետորաբանություն չեմ սիրում, բայց ասեմ, այսօր մի հատ պահ հասունացել եկել, որ պետք է թերքամետ, թերքահաճո ուժերին դնել իրանց տեղը։ Այսօր այս Եվրոպա, ամերիկյան արժեքներով, հակառուսի դիմակով այս քարոզը արդեն ի վնաս մեր ժողովրդի գնում, մեր պետականության գլխին մեծ վնաս է կանգնած։ Ուրեմն Ծառուկյան ջան, քանի որ ինչքան հանդիպում եմ ժողովրդի հետ, միանշանակ բոլոր առումներով ձեր հանդեպ կա դրական էմոցիաներ, ձեր արածը մարդիկ գնահատում են, բայց մի հարցապնդում կա, որը շատ տեղերում ես տալիս են, գոնե ես չեմ կարողանում պատասխանել։ Ասա պատասխանեմ։ Ուրեմն ով է լինելու ԲՀԿ կուսակցության վարչապետի թեկնածուն, հույս ունեմ դուք այդ հարցը վերջնականապես որոշել եք, այդ հարցի պատասխան ունեք։ Խնդրում եմ մեր ժողովրդին պատասխանեք, Ծառուկյան։ Պատասխանը ժողովրդի ցավը տանեմ, պատասխանը։ Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, ասենք թե ես հողում ծնված մեծացած եմ, կայացել եմ այս հողում, ձեր բոլորին շատ սիրում եմ, իմ երկիրը սիրում եմ, ես ասենք թե վերցել եմ, նորից եմ ասում, սպորտը, գումարներ եմ դրել, ամեն ինչ արել եմ, օլիմպիական կոմիտեն բյուջե չունի, ես դրել եմ, ոլորտը ծաղկացրել եմ, դսից մարդիկ եմ բերել, սարքել եմ, ներ եմ դրել, օգնել եմ, աջակցել եմ, օլիմպիական չեմպիոնին $1 միլիոն նվեր եմ տվել։ Ուզում եմ ասել, որ մտած ոչ թե դադարք խոսում են, ոնց որ որոշ այդ քաղաքական գործիչներ որ խոսում են, այլ ես գործի մարդ եմ։ Այսօր հիմնական իմ ցանկությունն էր, որ ես կարայի հայտարարի, ես եմ, ինձ դա ոչ մեկը չի կարանի։ Զրոյից կայացած, տեսած, կազմակերպելով, անելով, գնահատելով։ Իմ սկզբունքը ծանոթ բարեկամով չեմ շարժվել, ծանոթ բարեկամներից հնարավորություն տվել եմ լավաբար, բայց իմ աշխատանքի մեջ չեմ խառնել, այլ որ լիարժեք կարողանաս պահանջես։ Ես չեմ ասել ես եմ, որ չասեն Ծառուկյանը արդեն ընկելա գյուղեգյուղ ձենը հավաքը, որ վարչապետ դառնա։ Բայց ունեմ 3-4 հոգի մարդ, ոչ թե խոսք եմ տվել, այլ լիարժեք իմանալով, որ այդ մարդիկ լիարժեք պատրաստ են, փորձ ունեն, արդյունքը ցույց են տվել, որ իրանք կարող են կառավարել։ Երբ որ հնարավորությունը տակ, այդ ժամանակ չեմ ասել, որ առանց ձեզ որոշելու, որ իմ թիմն էլ, որ այսքան իմ կողքը կանգնած են, նրանց համաձայնությունն էլ է պետք, որ նրանք էլ պետք է ասեն, եթե նրանց մեջից չեղավ, որ ասենք թե իմ ժողովուրդը չհամաձայնվեց, իմ թիմակիցները, այն ժամանակ որ իմ հարցը կգնահատեն։ Թող գա ժամանակը տան, ձեր ցավը տանեմ, թող տան։ Ժողովուրդ ջան, գիշեր ցերեկ չեմ քնի, լիարժեք, ոնց որ սեփական գումարներն ենք ծախսում, այդ ձևի հետևողական կլնեմ, որ մի կոպեկ չի կորի, ճիշտ նպատակին կծառայի, որտեղ էլ հասավ տվյալ մարդը իր ունեցածով պատասխանատու է լինելու, որակի համար, գործի համար, ոնց որ իմ սեփական գործերի համար ես հետևողական եմ, ոչ թե միայն խոսքով, այլ պայմանագրով թղթերով, որ որակի համար, ժամկետի համար պետք է պարտավորվածություն զգան։ Ասում եմ, թող գա ժամանակը, սաղ լուծելի է ժողովուրդ։ Ես այսքան ժամանակ որ քայլում եմ, այս ջերմությունը, վստահությունը, քաղցությունը, հույսը հավատը կա, իմացեք կրկնապատկվելու, եռապատկվելու է։ Ես քան ժամանակ ապրելով, այս ծանր պայմանների մեջով անցնելով, եթե այդքանը պահվել է, առավել ևս սրբության պես պահել եմ պահવા, դուք անոք եղեք։ Տվեք թող հասունանա դրան, ամեն ինչը ձեր ուզածով ճիշտ նպատակին կծառայի։ Thank you.
Քաջնազարից պրծնակ։ Ես քաջնազարից Ես ցավը տանեմ, տվեք, պահանջեք։ Ինչ ասել եմ 10 անգամ ավելի շատ։ Կապը կա, հնարավորությունը կա, թիմը կա, ցանկությունը կա։ Էլ ինչ ասեմ, ասեք։ Ոչ նոր պատական մարդ եմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ գումարի կարիք, ոչ ծանոթության աշխարհով մեկ։ Սաղ ճանաչում եմ, սա լորդերից, շեխերից, միլիարդատերից, նախագահներից, բոլորին։ Բոլորն էլ ցանկություն էր, մեր հայրենակիցները, այն ազդեցիկ միլիարդատեր մարդիկ, որ մարդը եթե կայացած է, նա ցանկանում է ձեռագիր թողի, իր ժողովրդի համար մի լավ բան անի, իր դպրոցի համար, իր թաղի համար, իր գյուղի համար մի լավ բան։ Լիարժեք ուրախությամբ արես մի լավ բան, մի հատ էլ մեդալ կախի։ Մարդը պարտավորված կզգի, մարդուն պետք է գնահատես, մարդուն ասես հալալա քեզ։ Այսքան բան, Ես ախր ես ուզում եմ առանց մի հատ բան ասել։ լավ, դարեք։ Գնացինք, եկեք։